Հայ-իրանական սահմանը հատում են կոտրված, հիասթափված իրանցիներ, շատերը վախենում են տեսախցիկի առաջ խոսել, բայց մեզ հետ առանձին զրույցներում պատմում են, որ սա երկու ժողովուրդների կռիվ չէ։ Սա Իսրայելի, Իրանի, Միացյալ Նահանգների իշխանությունների պատերազմն է, որի պատճառով իրենք են տուժում, իրենք են ստիպված լքում հայրենիքը։ We prefer to be refugee at this age. Ավելի լավ է փախստականի կյանքով ապրեմ այս տարիքում, քան նստեմ ու տեսնեմ ինչ արկածախնդրության են գնում երկու կողմերը մեր կյանքի հաշվին։ Իրանցի այս տղամարդը կնոջ հետ է դուրս եկել Թեհրանից, ավտոբուսով գնալու են Երևան, այնտեղից էլ Ավստրիա, վերջնական են որոշել։ This is our second trip to Yerevan. Սա մեր երկրորդ այցը կլինի Երևան։ Սիրում ենք Հայաստանը, բայց կգնանք Ավստրիա, միանալու մեր երեխաներին։ Բարկանում է ամբողջ աշխարհի վրա։ Ինչու պետք է թողնի ամեն ինչ ու գնա։ Բոլորի վրա եմ բարկանում։ Մեր ճակատագիրն այսպես է դասավորվում, խելագար քաղաքական գործիչների պատճառով։ Կինը չնայած մի քանի ժամ է ինչ դուրս է եկել Իրանից, արդեն կարոտում է։ Դուք հայ եք, ուրեմն շատ լավ գիտեք ինչ է պատերազմը։ Ծանր իրավիճակ է Թեհրանում, մարդիկ շատ ընկճված են։ Ամեն մեկը չէ, որ հնարավորություն ունի երկրից դուրս գալու։ Չեք կարոտի Իրանը։ Արդեն կարոտում եմ, իմ տունը, ընտանիքս, ամեն ինչ, ինչ արած, աղոթեք մեզ համար։ Չնայած Իրանա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին նախագահ Թրամփի հայտարարության իրանցիները շարունակում են զանգվածաբար լքել երկիրը։ Մենք այս պահին հայ-իրանական անցակետի մոտ ենք, որտեղ չի դադարում Թավրիզից, Թեհրանից, իրանական շատ այլ քաղաքներից դուրս եկող քաղաքացիների հոսքը։ Մեզ այդ զրույցներում իրանցիները պատմում են, որ չեն հավատում Թրամփի պարտադրած հրադադարին, կվերադառնան հայրենիք միայն այն ժամանակ, երբ կրակոցներն իսկապես լռեն։ Ուզում եմ Հայաստան, Երևան գնալ, զարմիկս այնտեղ է ապրում, եւ պատերազմն է իմ այստեղ գալու պատճառը եւ ճանապարհորդելը։ Իրան կվերադառնամ 1-2 ամսից, երբ ամեն ինչ խաղաղվի։ Չեմ հավատում, որ այս հրադադարը իրական է։ Միացյալ Նահանգների նախագահը ինչ-որ բան է պլանավորում։ Կարծում եմ պատերազմը այնքան է շարունակվելու, քանի դեռ երկրում ռեժիմի փոփոխություն չի եղել։ Նույնիսկ հիմա, երբ Իսրայելի եւ Իրանի երկինքը համեմատաբար հանգիստ է, ագարակի անցակետում ակտիվություն կա։ Դեռ երկար ժամանակ է պետք, մինչեւ իրանցիները կհավատան հրադադարի կայունությանը։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։